հակապարտության մասին խոսել։ Դա օրինակ չի, որ դուք ժպիտով եք այդ հարցը տալի, ասելով, որ արդյոք քաղաքական ենթատեքստ ունի։ Իհարկե քաղաքական ենթատեքստ ունի եւ համատարած ձերբակալություններ են տեղի ունենում Հայաստանում եւ այսօր նույնպես ԲՀԿ-ի ցուցակով ընդգրկված անձի տունը նույնպես ես նոր կարդացի Մարտուն Գրիգորյանի տանը նույնպես բուժարկություններ են անում եւ ձերբակալություն կա։ Արդյոք նա նույնպես օտարերկրյա լրտես է եւ հիշենք, որ այս գործող վարչապետը օրեր առաջ լրտեսներ հայտարարեց Դավիթ Ծառուկյանին, լրտես էր միջև այդ հայտարարեց Սամվել Կարապետյանին եւ մյուսներին նույնպես բնականաբար այդ ամեն ինչը կապված է ընտրությունների հետ եւ այս գործող վարչապետը վախի մթնոլորտում է գտնվում, որը մենք տեսնում ենք հիստերիկ պահվածքով։ Այսօր նույնպես ինչ-որ հիստերիկ հարցադրությունները տվել ես չեմ հասցրել նայել, բնականաբար նա իրավիճակը պատկերացնում է, նրա վարկանիշը գահավիժում է եւ ինքը փորձում է այդ բռնակալություն հաստատել Հայաստանում եւ ձերբակալությունների միջոցով փորձել վերընտրվել, չնայած ես դա շատ դժվար եմ պատկերացնում։ Հիմա գանք մյուս հարցին, թե ազգային ժողովի գաղտնի լսումներից որ գաղտնիքներ է, պետական գաղտնիքներ։ Ուրեմն ներկա աշխարհում լուրեր կային, չէ՞, նյութեր կային, որ նույնիսկ Գերմանիայի վարչապետին են գաղտնալսում իր կաբինետում։ Ուրեմն այս աշխարհում որևէ մեկին գաղտնալսել, այն էլ Հայաստանում գաղտնիքներ հանելը որևէ խնդիր չի, այն էլ ազգային ժողովի լսումները, որտեղ 100-ից ավել մարդիկ են մասնակցում, որտեղ աշխատակազմ կա, այդ ամբողջ փաստաթղթերին ծանոթ են եւ նաեւ դահլիճում հանրային լսումներ են կազմակերպում, լրագրողներ են այնտեղ լինում եւ ոչ թե 600,000, այլ $1000 ուղղակի պետքա որևէ պատահական մարդու տալ, որ այնտեղ ինչ-որ սարքեր դնի եւ գաղտնալսեն եւ 600,000 տալ ազգային ժողովում ինչ-որ գաղտնիքներ բացահայտելու համար, դա աբսուրդի ժանրից է եւ այդ աբսուրդը մենք ամեն օր բազմաթիվ անգամ տեսնում ենք, երբ որ գործող վարչապետը ելույթ է ունենում։ Բնականաբար այս ամեն ինչը կապված է ընտրությունների հետ եւ այս ձերբակալությունների շարքը շարունակվելու է, որտեղ այդ անձնավորությունը վախի մեջ է գտնվում։ Իսկ հնարավոր է կներեք, պարոն Դանելյան, որ տեսեք ցուցակի արդեն անդամին եւս ինչպես ներկայացրեցի, խնդիր կա, սակայն ընդհանրապես թույլ չկար այդպես ասել լրտեսական գործակալները եւ կուսակցությունը չպետք է մասնակցի օրինակ ընտրություններին։ Այդ սցենարը հնարավոր է համարվում։ Այդ սցենարը բնականաբար հնարավոր է, բայց ես կարծում եմ այլ սցենար է պատրաստվում, ուրեմն տեսնելով, որ վերընտրվելու որևէ հնարավորություն չկա, ես կարծում եմ ինչ-որ կուսակցության մասնակցությունից զրկելը այնքան էլ գործուն մեխանիզմ չի։ Ես կարծում եմ իր հռետորաբանությունից ելնելով եւ նաեւ այն տեսանյութը, որ ինչ-որ Ղարաբաղցիները իրանց սպառնում են ընտրությունից առաջ մինչեւ այդ պարզ չես քանի տարիների ընթացքում ինչով են զբաղված, ինչու չեն սպառնում, ինքը ուզում է մի իրավիճակ ստեղծել եւ ես չեմ զարմանա, եթե ընտրությունների ժամանակ բախումներ կազմակերպվեն, կրակոցներ լինեն, գուցե զոհեր լինեն եւ դա իր համար հիմք կծառայի, որպեսզի ընտրությունները չեղարկի եւ հատուկ դրություն մտցնի։ Այլ տարբերակ նա ուղղակի չունի։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ այս ընտրություններում հնարավոր է բախվել եւ գործողությունների երկրում իրականորելով որպես 3 բյուջետի անձնավորությունների համակարգության, կապիտալության եւ ողջ։ Ես կարծում եմ դա ոչ թե ենթադրություն է, այլ ամեն օր իր սեղանին դնում են իրական վարկանիշները, որտեղ ամենօրյա ռեժիմով սոցիոլոգիական հարցումներ են կատարվում եւ նաեւ տեղից ինֆորմացիաներ են գալի։ Եվ այդ ամենը հաշվի առնելով նա գիտի իրական վիճակը եւ գիտի, որ միակ տարբերակը նման եղանակներով ընտրությունները կատարելն է, որտեղ արդար ընտրությունների միջոցով նա վերարտադրվել չի կարող եւ արդեն արդար ընտրությունների մասին արդեն իսկ խոսելը անիմաստ է, ինչի համար, որտեղ այն թիրախավորումները, այն ձերբակալությունները, այն սպառնալիքները կսատկեմ, ես ինչ կանեմ, ես կանեմ, կսատկացնեմ եւ այլն, հա,
դա արդեն նշանակում է, որ այս ընտրությունները արդեն իսկ բախի մթնոլորտում են անցկացվում, եւ սա այն դեմոկրատիայի ցուցիչներն է, որից շատ երկրներ արևմտյան հիացած են, թե Հայաստանը ինչպիսի դեմոկրատիա է։ Շատ կարևոր հարց տվեցիք եւ տարօրինակ է, որ այդ հարցը տալիս է լրագրողը, սակայն այդ հարցերը իրենք չեն տալի նաեւ ընդդիմադիր տարբեր կողմեր։ Բնականաբար այս իրավիճակում, երբ որ խոսում են կոալիցիա կկազմեն, չեն կազմի, ով է լինելու վարչապետ, ով չի լինելու վարչապետ, դա արդեն անհետեթությունների ժանրից է եւ խնդիրը շատ լուրջ է, պետականության խնդիր մենք այսօր ունենք եւ այս պայմաններում բնականաբար ընդդիմությունը պետք է միավորվի, միասնական քայլեր պետք է անեն, միասնական ասուլիսներ, երթեր, հանրահավաքներ եւ այլն, որտեղ թիրախավորում են երեք ուժերին եւ այդ երեք ուժերը պետք է պատասխան տան մի կողմ դնել իրանց տարօրինակ ամբիցիաները ներկա պայմաններում։ Եվ եւս մի կարևոր բանի մասին եմ ես ուզում խոսել, թե ինչի համար այս ամեն ինչը շատ վտանգավոր Հայաստանի համար, որտեղ այդ հարցադրումը, որքանով ես տեսնում եմ, լրատվամիջոցները չեն անում։ Տեսեք, ուրեմն կան դե յուրե բարեկամական երկրներ, որոնք համարվում են դաշնակիցներ, եւ կան փաստաթղթեր, որտեղ ստորագրվում են, որ միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չեն ծավալում։ Սա այդ փաստաթղթերը կա եւ այդ փաստաթղթերը ստորագրվել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ։ Նման փաստաթղթեր կան Եվրոմիության երկրների միջեւ, որ միմյանց տարածքում մենք լրտեսական գործունեություն չենք անում։ Եթե լրտեսական գործունեությամբ ենք զբաղվում, դա նշանակում արդեն բարեկամական երկիր չի եւ հատուկ ծառայությունները նույնիսկ ունեն մեխանիզմներ, երբ փոխանակում են նյութեր, եթե ինչ-որ վտանգ է լինում եւ այլն, իրեր միմյանց զգուշացնում են։ Եթե Հայաստանի գործող այս կառավարությունը լրտեսության մեջ մեղադրում է Ռուսաստանի օգտին, դա նշանակում է արդեն դե յուրե պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ճշնամական երկրներն են եւ լրտեսական գործունեություն են իրականացնում։ Սա նշանակում է Հայաստանը հայտարարում է, որ Ռուսաստանը ճշնամի երկիր է, վտանգավոր երկիր է իր համար եւ նման հայտարարություններ արդեն շատ են։ Սա արդեն իրավական ակտ է։ Դա նշանակում է, որ արդեն Ռուսաստանը կարող է համապատասխան գործողությունները կատարել Հայաստանի դեմ եւ առաջի հերթին եւ տնտեսական ոլորտում եւ անվտանգային ոլորտում։ Սա Հայաստանի համար շատ մեծ վտանգներ է պարունակում։ Ես ուղղակի ընդհանրապես հիշեցնում եմ, որ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, մենք ոչ մի բան չենք անում Ռուսաստանի դեմ եւ Պուտինի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունենք։ Սարգերի քանակն է նաև հիշատակում, որ միակ լիդերն է Հայաստանի, որ երկու ուղղակի ավելի զանգ է հանդիպումները։ Եվ հիմա Պուտինի հրահանգով Հայաստանում լրտեսական գործունեություն է ծավալվում, այն էլ ազգային ժողովի հարյուրավոր մարդիկ, որոնք ներկա են եւ տեղյակ են պահակներ, հավաքարարներ եւ այլն, վերջապես դրան մոտ կարելի է աշխատողները կանգնեն եւ լսեն ինչ են խոսում եւ դա գաղտնիք է իր մեջ պարունակում եւ դրա համար 600,000 ավելի դոլար են տալի, որ իմանան թե Ռուսաստան, երբ որ նույնիսկ պետության ղեկավարները լուրջ երկրների երկրորդ շատ կարևոր բան ունեն միմյանց հետ խոսելու, գնում են բնության գրքում մի ծառի տակ որ իրարականին ինչ-որ բան է շշնջում, որ ոչ ոք չլսի, ազգային ժողովում պարզվում է հենց անհնար է իմանալ, թե ինչ լսումներ են տեղի ունենում։ Սա արդեն աբսուրդ է եւ ամենավտանգավոր այն է, որ Հայաստանում կան մարդիկ զանգված, որոնք այդ նման աբսուրդներին հավատում են։ Սա արդեն լուրջ խնդիր է մեր հանրության մտավոր ունակությունների մասին։